Բարև ձեզ։ Հայաստանի խորհրդարանի ընտրության քարոզարշավի պաշտոնական շրջանի բացումը տեղի ունեցավ բավականին հատկանշական նշաձողով եւ սրա մասին թերևս արժե խոսել։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց բավական աղմուկ հանած հայտարարությամբ այն մասին, որ Արցախյան շարժումը ճակատագրական սխալ էր մեզ համար եւ որ Արցախը երբեք էլ մերը չի եղել, այնտեղ ոչինչ չի եղել, ոչինչ չի կառուցվել եւ այլն։ Իհարկե Նիկոլ Փաշինյանն օգտագործում է ոչ թե Արցախ կամ Արցախյան, այլ Ղարաբաղ կամ Ղարաբաղյան ձևակերպումը, գիտենք թե ինչ պատճառով, որովհետեւ հակառակը կարող է վրդովմունք առաջացնել Ադրբեջանում։ Նիկոլ Փաշինյանի այս մտքերը, որ արտահայտվել է քարոզարշավի մեկնարկին առաջին օրը, երբ նա այցելեց Սյունիք, ամենևին նոր չեն եւ նրա այս դիրքորոշումները հանրությանը ծանոթ են արդեն նվազագույնը 2-3 տարի։ Բայց հատկանշական է, երբ հենց դրանով է Նիկոլ Փաշինյանը մեկնարկում պաշտոնական քարոզարշավը եւ դրանով է ընդհանրապես մեկնարկում խորհրդարանի ընտրության այս եզրափակիչ փուլը, պաշտոնական քարոզարշավի փուլը։ Այս հայտարարությունները արձանագրում են մի շատ կարևոր հանգամանք եւ իրողություն։ Նախ առաջին հերթին ցանկացած ողջախոհ եւ ցանկացած, այսպես ասենք, բարոյական մարդու մոտ այս հայտարարությունները չեն կարող չառաջացնել վրդովմունք, չեն կարող չառաջացնել անարդարության զգացում եւ արժանապատվության վիրավորանքի զգացում։ Եվ ոչ այն պատճառով, որ Արցախը հայկական էր, իսկ հիմա Արցախը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Ոչ այն պատճառով, որ վերջին տարիներին մենք ունեցել ենք ծանրագույն կորուստներ մարդկային, տարածքային, նաև քաղաքական եւ շարունակում ենք գտնվել այդ ակոսում։ Այդ ամենը իհարկե ինքնին անխոս առաջացնում են պարզապես արժանապատվության խնդիր։ Բայց արժանապատվության խնդիր է առաջացնում այն հայտարարությունը կամ այն մոտեցումը, որ մատուցվում է հասարակությանը։ Ցանկացած ողջախոհ եւ բարոյական մարդու համար դա վիրավորանք է, արժանապատվության ոտնձգություն, որովհետեւ երբ ասվում է, թե Արցախը մերը երբեք էլ չի եղել, կամ ասվում է, որ Հայաստանի համար, հայկական պետականության համար կայացման ողնաշարային նշանակություն ունեցած Արցախյան շարժումն ու հաղթանակը եղել է ճակատագրական սխալ, դա, ինչպես ասում են, վիրավորում է մարդու բանականությունը։ Դա վիրավորական է ցանկացած բանական մարդու համար։ Բանական եւ բնականաբար նաեւ բարոյական, որովհետեւ կրկնեմ, խոսվում է այն մասին, թե Արցախը մերը երբեք չի եղել։ Եվ բարոյական, որովհետև մարդը, որը հիմա հայտարարում է այդպես, իր ամբողջ ջերմեռանդությամբ, ընդամենը մի քանի տարի առաջ նույն եւ ավելի ջերմեռանդությամբ հայտարարում էր բացարձակապես հակառակը։ Եվ սա է արդեն, որ առաջացնում է բարոյականության խնդիր ոչ միայն դա ասողի, այլ նաեւ դա լսողի համար։ Հետևաբար այդ հայտարարությունները պետք է առաջացնեն արժանապատվության բնական զգացում եւ վիրավորանքի տրամաբանական զգացում։ Այստեղ է առանցքայինը եւ այդ հայտարարություններով պաշտոնական քարոզարշավ մեկնարկելը հատկանշական է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն այսպիսով քաշում է գիծ եւ սահմանում կամա թե ակամա, որ խորհրդարանի այս ընտրությունն այլևս քաղաքական չէ։ Խորհրդարանի այս ընտրությունն այլևս եւ գուցե վաղուց, բայց արդեն պաշտոնական քարոզչության մեկնարկով արձանագրված բարոյական ընտրություն է, բարոյականության եւ արժանապատվության ընտրություն է։ Այստեղ այլևս քաղաքական համաձայնության կամ անհամաձայնության, քաղաքական պատկերացումների, քաղաքական մոդելների կամ մեթոդաբանության հարց չէ։ Այստեղ պարզապես տարրական արժանապատվության հարց է, բարոյականության հարց է, որը ցանկացած ողջախոհ մարդու մոտ պետք է առաջ բերի Հայաստանում այդպիսի բարոյականության կրող կամ հանրային բարոյականությունն ու ողջախոհությունը, հանրային արժանապատվությունը այդպես ոտնահարող քաղաքական իշխանությունից պետք է ազատվել ոչ միայն օր, այլ նաև ժամ առաջ, եթե բնորոշենք պատկերավոր։ Իսկ կոնկրետ օրը այդ հնարավորությունն օգտագործելու տեսանկյունից իհարկե հունիսի 7-ն է։
Սա չափազանց կարևոր հանգամանք է, որովհետև Հայաստանի հանրությանը այլևս քննում են եւ հայկական պետականության ապագան այլևս քննում են հենց այդ տեսանկյունից եւ ոչ թե քաղաքական բովանդակության։ Այդ նկատի ունեմ հանրային եւ պետական բարոյականության ու արժանապատվության աստիճանի տեսանկյունից։ Եվ եթե հայ հանրությունը թույլ է տալիս շարունակել իր բարոյական եւ արժեքային արժանապատվության համակարգի հանդեպ այդպիսի մոտեցումը, որը հանդուգն ցինիզմով լեցուն մոտեցում է, ապա դա նշանակում է, որ հայ հանրությունը տապալում է այդ քննությունը, բայց ոչ թե ինքն իր համար, այլ նաեւ միջազգային հանրության, միջազգային դերակատարների։ Իսկ այդ պարամետրերը, արժեքային այդ սահմանումները միջազգային հարաբերություններում երբեք չեն եղել ավելորդ եւ միշտ եղել են չափազանց կարեւոր եւ նշանակալի։ Իհարկե, միայն արժանապատվության զգացումով որևէ հասարակություն, որևէ ազգ, ժողովուրդ, պետություն չի դառնում միջազգային հարաբերությունների կենսունակ սուբյեկտ, որի հետ հաշվի են նստում աներկբա։ Բայց սրանով է նաեւ պայմանավորված, թե որքանով հաշվի կնստեն տվյալ սուբյեկտի արդեն այլ պրակտիկ կարողությունների հետ, որովհետև եթե այդ պրակտիկ կարողությունները ձևավորվում են ոչ միայն արժանապատվության զգացումի հիմքով, այլ արժանապատվության զգացումի փոխարեն, դա արդեն բացարձակապես այլ իրավիճակ է եւ այդպիսի սուբյեկտի հանդեպ բացարձակապես այլ վերաբերմունք է, կամ ավելի ճիշտ ասած, վերաբերմունք է ոչ թե իբրև սուբյեկտի, այլ իբրև օբյեկտի։ Եթե տվյալ հանրությունը կամ պետությունը բարոյականության եւ արժանապատվության արժեքային այս նշաձողերը դիտարկում է որպես կենցաղային բարեկեցության փոխարկելի միջոց։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ տևական ժամանակ հենց դա է առաջարկվում պետական քաղաքականության մակարդակում, այլ կերպ ասած, հայ ժողովրդին դե ֆակտո աղաղակող տոնով եւ բովանդակությամբ առաջարկվում է հրաժարվել բարոյական եւ արժանապատվային նշաձողերից, հրաժարվել արժանապատվությունից եւ բարոյական սահմանումներից եւ դրա դիմաց ստանալ տնտեսական բարեկեցություն, վերելք եւ այլն։ Կրկնեմ, տնտեսական բարեկեցության ձգտումը ցանկացած մարդու, ցանկացած հանրության, ցանկացած ժողովրդի բնական ձգտումն ու նպատակն է եւ նաեւ ցանկացած պետության համար պետք է լինի պարտավորություն իբրև ձգտում եւ իբրև նպատակ, որովհետեւ սոցիալ-տնտեսական կարողությունները եւ բարեկեցության աստիճանն են որոշում տվյալ պետության կենսունակությունը նաեւ արտաքին հարաբերություններում։ Բայց երբ այդ ամենը տեղի է ունենում արժանապատվության եւ բարոյականության պատկերացումները կամ զգացումը փոխարկելով այդ կենցաղային տնտեսական բարեկեցության հետ, դա արդեն բերում է ոչ թե ուժի, այլ նվաստացման, թեկուս քաղաքավարի ժպիտների ներքո։ Միևնույն է, տվյալ սուբյեկտին այլևս չի հարգում ոչ ոք։ Տվյալ սուբյեկտին կարող են ողորմածության տրամաբանությամբ կամ այսպես ասենք, արժանապատվությունից եւ բարոյականությունից հրաժարվելու դիմաց որոշակի ժամանակահատված տրամադրեն, այսպես ասած, տնտեսական բոնուսներ, բայց դա էլ այնքանով, որքանով եւ ըստ միջազգային կոնյունկտուրայի, որովհետեւ ինչ որ պահի այդ ամենը կտրելու են, այն պարզ տրամաբանությամբ, որ աշխարհում ձրիակերությունը չի խրախուսվում երբեք, բայց չեն վերադարձնելու ժամանակին դրա դիմաց հանձնված արժանապատվությունը եւ բարոյականությունը։ Սա կարևորագույն հանգամանք է հայկական պետականության ապագայի առնչությամբ։ Այդ պետականությունը արժանանալու է հարգանքի եւ հետեւաբար դրա վրա կառուցվող միջազգային հարաբերությունների, թե այդ պետականությունը արժանանալու է քաղաքավարի ժպիտների ու առժամանակ ողորմածության, բայց զրկվելու է համաշխարհային հարաբերություններում կարևորագույն այդ բաղադրիչից, հարգանքից ելնելով տվյալ հանրության բարոյական եւ արժեհամակարգային արժանապատվության պատկերացումների եւ զգացումների վրա։ Այստեղ է նաեւ չափազանց էական այն հանգամանքը, երբ մարդիկ, որոնք մի քանի տարի առաջ ունեին արմատապես այլ գնահատականներ եւ անում էին արմատապես այլ հայտարարություններ
արցախյան թեմայով եւ ընդհանրապես հայկական պետականության, հայրենասիրության եւ այլնի թեմայով, այսօր մի քանի տարի անց աչքի են ընկնում իրենց իսկ հերքելով։ Սրանով իհարկե իրենք իսկ նվաստանում են, բայց սա չէ գլխավորը։ Եթե Հայաստանի հասարակությունը հանդուրժում է այս իրողությունը եւ իշխանության այս տրանսֆորմացիան, դրանով քայքայում եւ տրանսֆորմացիայի է ենթարկում իր բարոյական նկարագիրը, իր արժանապատվության համակարգը։ Եվ երևույթը, երբ նույն իշխանությունը մի քանի տարվա ընթացքում ահա այսպիսի շրջադարձ է կատարում, քննում է Հայաստանի հասարակությանը եւ ոչ թե տվյալ իշխանությանը։ Ահա այն կարևոր գիծը, որը կրկնեմ, խորհրդարանի ընտրության այս process-ը այլևս վերածում է ոչ թե քաղաքականի, այլ բարոյական եւ արժանապատվության քննության։ Հայ հասարակությունը պետք է հանձնի այդ քննությունը պատվով, այլ կերպ ասած, բարոյականությունը եւ արժանապատվությունը չպետք է դառնան տնտեսական եւ կենցաղային բարեկեցության փոխարկելու միջոց, որովհետև այդ դեպքում մեծ հաշվով փոխարկվում է այլևս հայկական պետականությունը որպես միջազգային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների սուբյեկտ, փոխարկվում է օբյեկտի։ Սա չպետք է թույլ տալ եւ այդ տեսանկյունից է, որ հատկանշական է դառնում այն գիծը, որ կամա թե ակամա քարոզչության պաշտոնական շրջանի մեկնարկին քաշում է Նիկոլ Փաշինյանը իր վերը նշած հայտարարությամբ։ Իսկ հայտարարությունների իրականությանը համապատասխան լինել-չլինելու հարցը թերևս քննարկելի չէ ընդհանրապես, առնվազն ցանկացած ողջախոհ մարդու համար։ Կրկնեմ, անգամ վիրավորական է քննարկել այդ հայտարարությունները իրականությանը համապատասխանում են թե ոչ։ Եվ հետեւաբար դրանից ելնելով, կրկնեմ հերթական անգամ, գիծը քաշված է եւ ըստ այդմ հայ հանրությունը պետք է տա ոչ թե քաղաքական պատասխան ներկայիս process-ին, այլ արժանապատիվ պատասխան։